Այս աշխատանքը մենք արել ենք իրար հետ ուղիղ եթերի ժամանակ։ Անցել է 1.5 ամսից ավելի, իսկ հիմա հոլովակի ընթացքում այս եղունգները մենք կվերանորոգենք, կվերափոխենք։ Կատարվել է սովորական գելլակ առանց որևիցե ամրեցման, ուղղակի բազայի շերտ, գույնի շերտ եւ տոպի շերտ։ Իսկ եթե դուք առաջին անգամ եք իմ YouTube-յան ալիքում, ապա ասեմ, որ գտնվում եք առաջին հայալեզու մատնահարդարման YouTube-յան ալիքում։ Մեկ սխալ, որ կործանում է քո կարիերան։ Բոլորդ էլ գիտեք, բայց ուշադրություն չեք դարձնում։ Ու դա դանդաղ աշխատելն է։ Ունի շատ պատճառներ, կշեշտեմ գլխավորները։ Քո սեղանը թափթփված է եւ ոչ մի գործիք չունի իր իսկական տեղը։ Զգում ես, որ ունես գիտելիքների պակաս ու դրա պատճառով աշխատում ես անինքնավստահ։ Հետևաբար խառնում ես հերթականությունը, մոռանում ես, որից հետո ինչ պետք է անեի։ Ու աշխատանքը ձգվում է ժամերով, իսկ հաճախորդը այդ ամենը տեսնում է։ Քեզ առաջարկում եմ լրացնել գիտելիքներիդ պաշարը այս դասընթացի օգնությամբ։ Կուրսը օնլայն է եւ 2 ամսյա։ Ինչպես միշտ սկսում ենք նախկին նյութի հեռացման process-ից։ Հեռացնելու ենք վերևից ներքև սահուն շարժումով, ինչպես որ նկատում եք։ Ի նկատի ենք ունենում, որ գույնից այն կողմ որևիցե ամրեցնող շերտ այստեղ չկա, ընդհանրապես բազայի հարթեցված շերտ է, այնպես որ ուշադիր ենք լինում չանցնել այդ սահմանը ու չհասնել բնական եղունգին։ Եղունգների միայն եզրերում մի քանի մատի վրա կար ածլոյկաներ։ Հիմա կբացատրեմ դա ինչի հետևանք է։ Այսօրվա հոլովակը հենց դրա մասին է լինելու, այն եղունգների մասին, որոնք աճելու ժամանակ եզրերը ավելի կլորանում են դեպի ներս։ Երբ որ մեր եղունգի եզրը աճելու ընթացքում կլորանում է դեպի ներս, դրա հետևանքով նյութը կարող է հեշտությամբ պոկվել եղունգի վրայից, հատկապես եթե նյութը ավելի ամուր եղավ։ Այսօրվա հոլովակում միասին անելու ենք Oldman-ի տեխնիկայով ֆրենչ ու իրականում նմանատիպ եղունգը իդեալական է այդ գործը անելու համար։ Հիմա օգտագործում եմ 180 գրիտ ունեցող խարտոց, որի օգնությամբ մակերեսն եմ մշակում։ Ինչպես նկատեցիք, գրեթե նյութ չմնաց եղունգի վրա, որովհետև այստեղ ընդամենը բազայի շերտ էր, այն էլ շատ բարակ։ Նախորդ աշխատանքի ժամանակ ընդամենը մի փոքր հարթեցրել էի բնական եղունգը։ Խարտոցի օգնությամբ հիմա բնական եղունգի երեսն է մշակվում, ինչպես նաև, եթե նախկին նյութից ինչ-որ չափով մնացել է, դա նույնպես մշակվում է, հավասարվում է բնական եղունգին։ Այստեղ հիշում եմ, որ հոլովակը նկարելուց մոդելին ցույց եմ տալիս, որ իր եղունգները աճելու ընթացքում կլորանում են դեպի ներս ու հատկապես մատնեմատների դեպքում, չնայած բոլորի դեպքում էլ այդպես էր, խնդրեմ, այստեղ կադրում շատ պարզ երևում է եւ բացատրում եմ, որ իրականում այս տեխնիկան, ինչ որ ես հիմա անելու եմ, ինձ ժողովրդական լեզվով ասած ձեռք է տալիս նմանատիպ եղունգները, որի վրա կարող եմ կատարել այդ աշխատանքը։ Դե իհարկե աշխատանքի վերջում այս նեղացած եզրը այլևս չի լինի, այլ կլինի հստակ քառակուսաձև եղունգներ, բայց մինչև այդ ամենին անցնելը ինձ անհրաժեշտ է, որպեսզի ես կուտիկուլաները բացեմ, գրպանիկներ առաջացնեմ մետաղական կամ փայտյա փոշերի օգնությամբ, որից հետո էլ կկատարենք բոր ապարատով մաքրման process-ը։ Կուտիկուլաները շատ նուրբ են, ինչպես նաև արյունատարանությունները շատ մոտ են, դրա համար շատ խորը մաքրելու կարիք չունենք։ Կոշտացած հատվածներն եմ հեռացնելու, մեռած մաշկը եւ հետո կտրելու ենք ավելորդ մնացած եզրը։ Օգտագործում եմ ալմազե գրիտեր ունեցող ֆրեզաներ, որպեսզի աշխատանքս լինի մաքուր եւ գեղեցիկ։ Եթե ձեր ալմազե ֆրեզաները որակյալ են, հետեւաբար աշխատանքը բացի որակյալ ու գեղեցիկ լինելուց նաև մի քանի անգամ արագանալու է։ Ապարատը աշխատում էր forward ուղղության վրա, հիմա անջատել եմ եւ տեղափոխել reverse ուղղության վրա։ Reverse ուղղության ժամանակ ալմազե գլխիկը պտտվում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ եւ մաքրում ենք կուտիկուլաների հակառակ կողմը, որը դեռ չէինք մաքրել, ինչպես նաեւ բարձրացնում եմ մի փոքր, որպեսզի արագ կտրենք։ Երբ որ կուտիկուլան բարձրացնում ենք, շատ լավ սպիտակ թելիկի պես երևում է մեռած մաշկը, որը պետք է հեռացնել եւ առողջ հատվածը, որին պետք չէ կպնել։ Մատնահարդարների լեզվով ասած, յուպճկան պատրաստ է, իսկ հիմա հարկավոր է տեսնել, երբ որ արդեն յուպճկան բարձրացված է, շատ լավ երևում է, թե մեջը ինչ-որ մի բան մնացել է բոր ապարատով մաքրելու, թե ոչ։ Իդեպ սկսնակներին խորհուրդ եմ տալիս, որ խոզանակով անպայման այդ ընթացքում աշխատեն, որովհետև շատ ժամանակ ինչ-որ փոքրիկ թեփուկ է գնում ներս եւ թվում է, թե էլի մաքրելու բան կա, բայց իրականում դա ընդհանրապես անջատված թեփուկ է այնտեղ հայտնվել եւ դրա հետևանքով ավելի խորն են սկսում մաքրել։ Կտրում եմ եւ ավելորդ կուտիկուլան հեռացնում եմ մկրատի օգնությամբ։ Շատ խորը չեմ անում, թողնում եմ, եթե ինչ-որ թելիկ կա, այսպես նորից մշակում եմ երկրորդ անգամ, ինչպես նաեւ կարելի է մշակել կրկին բոր ապարատով կամ կուտիկուլայի համար նախատեսված ռեմուվրով, որը ինքը եւս հալեցնում ու դուրս է բերում այդ փոքրիկ մանր մնացած ավելորդ մաշկ։ Սա ուսանողի կատարած աշխատանքն է մինչ դասընթացը, ունի 1 տարվա աշխատանքային փորձ։ Իսկ այս 2 աշխատանքները մեր առաջին պրակտիկ դասի ժամանակ կատարված աշխատանքներն են նրա կողմից։ Աշխատանքը շատ պարզ է, միմիայն գելլակ բնական եղունգի վրա, ոչ մի տեսակի մոդելավորում կատարված չէ։ Ակնհայտ է տարբերությունը եւ առաջին պրակտիկայի համար ինձ համար սա արդեն իսկ շատ լավ աշխատանք է։ Ճիշտ է, սա արկա սովորող ուսանողի կատարած աշխատանք է, սակայն իմ բոլոր ուսանողները
ուսանողները գիտեն, դասընթացը կլինի on-line թե առկա, ինձ համար լրիվ միևնույն է, թե ուսանողը էկրանից այն կողմ է նստած, թե սեղանից։ Երբևիցե ուսանողի ձեռքից գործիքը չեմ վերցնում եւ ուղղություններ ու ցուցումներ չեմ տալիս։ Ամբողջ process-ը կատարվում է միայն իմ բացատրելու արդյունքում։ Ես կարող եմ բացատրել այնպես, թեման այնպես տեղ հասցնել, որ ուսանողը իր պատկերացմամբ, իր ձեռքի աշխատանքով, ահա այսպես հենց առաջին պրակտիկայում կստանա իդեալական աշխատանք։ Կլինի on-line թե առկա։ Երբ որ ավարտել եմ կուտիկուլայի մաքրման process-ը, արդեն իսկ սպիրտի օգնությամբ փոշեզրկում յուղազրկում եմ բոլոր եղունգների մակերեսը եւ հաճախորդին զգուշացնում, որ ոչինչի ձեռք չտա ու չկպչի եղունգների մակերեսին, որովհետեւ դրա հետևանքով եւս ասլոյկաներ կառաջանան։ Կարող եք օգտագործել եւ բժշկական սպիրտ եւ Nail Brand-ի սպիրտը նախատեսված մատնահարդարման եւ ոտնահարդարման համար։ Հիմա բոլոր եղունգները ծածկում եմ կերատինով, որովհետեւ կերատինը թույլ չի տա, որ ացլոյկաներ լինի, ինչպես նաեւ կերատինը չորացնելուց հետո աշխատելու եմ գելով։ Այդ իսկ պատճառով կերատինով բնականաբար հարթեցնող շերտ չենք անում, ընդհանրապես հիմք ենք ստեղծում։ Իսկ հիմա բացում ենք Nail Brand-ի գելը, իմը վերջացել է, օգտագործել եմ, իսկ հիմա բացում եմ նորը, կաթնային գելն է սա, որի օգնությամբ էլ անելու ենք մեր ֆրենչը։ Այսպիսի նուրբ հրաշք ու կաթնային երանգ ունի եւ այո, ֆրենչը անելու ենք հենց կաթնային գելով, որովհետեւ աշխատելու ենք այսօր oiled money տեխնիկայով։ Իրականում oiled money նշանակում է, որ բոլոր եղունգները կարող են լինել նյուդային տոների մեջ եւ միատոն, եւ այնպես է հարդարված, կարծես ոչինչ չկա եղունգների վրա։ Իսկ հիմա ֆրենչով տարբերակն եմ ձեզ ցույց տալու։ Վերցնում ենք կաթնային գելը եւ ֆրենչ ենք նկարում եղունգի վրա, հնարավորինս իդեալական։ Ես հասկանում եմ, որ գելով ֆրենչ նկարելը բավականին բարդ է, բայց պետք է նկարենք այդպես, նկարում ենք գելով մոտ 2 մմ հաստության վրա եւ ուղարկում ենք լամպ չորանալու։ Ցանկալի է մեկ առ մեկ նկարել, այլ ոչ թե մի քանի մատին միանգամից, որպեսզի գելը ընթացքում չծռմռվի ու չտեղափոխվի այլ կողմ։ Իրականում ինձ համար ամենաoiled money եւ ամենաբնական տեսակը այս ֆրենչով տեսակն է, որովհետեւ չէ որ մարդու բնական եղունգը երբ որ աճում է, եզրը ինքն իրենից էլ սպիտակ է ու ինչ նյութով էլ որ ծածկում ենք թափանցիկ կամ ընդհանրապես չծածկած վիճակում, մարմինը, եղունգի մարմինը վարդագույն ընդգծված է, իսկ եզրերը ավելի սպիտակ են ընդգծված։ Հետևաբար այս տեխնիկայի ընթացքում ավելի տեսքը հենց այդպիսի բնական եղունգի է նման։ Տեսեք, որքան գեղեցիկ արդեն բոլոր եզրերը փակվեցին, մեծացան ու այլևս այդ ներս ոլորված տեսքը չունեն։ Ահա այսպես պատրաստ է մեր ֆրենչը գելից պատրաստված, լամպում չորացված է, իսկ հիմա արդեն ծածկելու եւ հարթեցնելու ենք ավելի մարմնագույն երանգ ունեցող գելով։ Ստեղծում եմ թացատակ ու դնում եմ կաթիլ։ Սա անթույլատրելի սխալ է մատնահարդարման մեջ։ Այստեղ սխալ գործողություն է կատարվել խարտոցի օգնությամբ, խարտվել է այս հատվածում սրա փոխարեն։ Նմանատիպ սխալի հետևանքով դուք շատ խնդիրների առաջ կարող եք կանգնել, թերախակալումից մինչև կողային օնիխոլիզիս։ Կարող է նաև եղունգը տձևանալ, իսկ ամենալավագույն դեպքում միշտ այս հատվածներում կունենաք կոտրվածքներ։ Սա եղունգի վրա փակ զոնա է համարվում եւ դուք իրավունք չունեք այդտեղ խորը խարտելու։ Նմանատիպ եղունգի հետ աշխատելիս ամենաապահով միջոցներից մեկը ապակյա պոլիմերային թելիկներն են, որոնք եղունգի վրա ֆիքսվում են բազայով կամ կերատինի օգնությամբ։ Այնուհետև չորացնելուց, մշակելուց եւ գելով հարթեցումից հետո ստանում ենք այսպիսի աշխատանք։ Նմանատիպ սխալներից խուսափելու համար, ինչպես նաեւ գիտելիքների պաշարը լրացնելու համար ձեզ առաջարկում եմ բաց չթողնել այս դասընթացը։ Փետրվարի 1-ից մեկնարկում է on-line կուրսը, որի 2 ամսվա համար վճարում եք ընդամենը 25000 դրամ։ Մանրամասների համար գրեք Nuna Nailmeister Instagram-յան էջին։ Երբ որ ստեղծում ենք թացատակը, գելի կաթիլը ավելի հեշտ է բացվում ու տարածվում այնտեղ, որտեղ որ մենք արել ենք թացատակը։ Անպայման ստուգում ենք կլոր լույսի տակ, վերևում կախված լույսի տակ, որովհետև եթե եղունգի վրա որոշ հատվածներ մնացել են բաց, ապա ձեր դրած գելի կաթիլը չի գնալու այնտեղ։ Հիմա արդեն դնում եմ կաթիլը ու հարթեցնում եմ այնպես, որ այդ եզրը, որը այդքան ուռուցիկ է մնացել, հարթվի, հավասարվի նոր դրած կաթիլի, նոր դրած նյութի հետ։ Իհարկե, մենք դեռ մի փոքր խարտման ընթացք ենք ունենալու, որովհետև այս տեխնիկայի ժամանակ, եթե մանավանդ ֆրենչ ենք անում, պարտադիր խարտման տեխնիկան մեզ պետք է գալու։ Եթե փորձենք այս տեխնիկան կոնկրետ անել հնարավորինս իդեալական, որպեսզի վերջում չխարտենք, ապա ավելի շատ նմանվելու է օմբրեի, իսկ խարտելուց հետո ֆրենչը ընդգծվում է ավելի։ Հարթեցնելուց հետո ձեռքդ հարս եմ պահում, որպեսզի ավելի հարթ դառնա, ուղարկում եմ լամպ չորանալու։ Պատրաստ են բոլոր եղունգները, նույն կերպ են վարվել բոլոր մատների հետ եւ խարտելուց առաջ պարտադիր մաքրում ենք կպչուն շերտը, որպեսզի կարողանանք ավելի արագ ու կոկիկ աշխատել, որովհետեւ փոշին եւ կպչուն շերտը կլցվի խարտոցի մեջ ու կփչացնի ժամանակից շուտ։ Իսկ հիմա ուշադրություն խարտման տեխնիկա։ Վերցնում ենք 180 գրիտանոց խարտոց եւ սկզբում խարտում ենք եղունգների երկու կողմերը մակերեսից։ Երբևիցե սկզբում տակից չենք խարտում, եթե ուզում ենք
վերջում ստանալ հստակ քառակուսաձև։ Ինչպես նաև մեջտեղի այս հատվածում այսպես խարտում եւ հարթեցնում եմ։ Իսկ հիմա բոլոր այս գծերը պետք է միացնել իրար։ Երբ որ մակերեսը պատրաստ կլինի իդեալական եւ վերևից նայելուց մենք կտեսնենք գեղեցիկ քառակուսաձև, արդեն կխարտենք նաև եզրը եւ երկու կողմերը տակից։ Եթե դուք վերցնում եք եւ անմիջապես խարտում եք եղունգի եզրը եւ կողերը տակից, միանգամից արդեն իսկ եղունգը ծռվում է ու հետո նայում եք, որ ձեր հստակ քառակուսաձևը արդեն իսկ շեղված է, բայց դեռ վրայից էլի մակերեսը մշակելու տեղ ունեք։ Դա նշանակում է, որ հակառակ հերթականությամբ եք խարտել։ Սկզբում ստացեք մակերեսը իդեալական քառակուսաձև, հետո նոր կստանաք եզրերը եւ կողերը։ Այդպես ֆորման ավելի ճիշտ է լինելու։ Նկատեցիք եզրը ինչ բավականին հաստություն ունի, դա վերջում բնականաբար մենք կմաքրենք բոռապարատի օգնությամբ, միանգամից դեպի ներս ծալված բնական եղունգը այդտեղից դուրս կգա եւ այլևս ածլոյկաների խնդիրը չի առաջանա։ Դերևս սրբված չէ, տոպով ծածկված չէ, բայց արդեն իսկ երևում է մեր ֆրենչը։ Ահա այստեղ սպիրտով մաքրում եմ եւ պարզ երևում է բնական եղունգի երանգը եւ ֆրենչը։ Այստեղ կադրը կանգնեցրել եմ ձեզ համար ավելի մոտից, որպեսզի տեսնեք, թե ինչքան գեղեցիկ է ստացվել։ Եվ քառակուսաձևն է հստակ եւ երանգը շատ լավ երևում է ֆրենչի։ Իսկ հիմա բոլոր եղունգները փոշը զրկելուց հետո ծածկում ենք տոպով։ Տոպի տակ ավելի իդեալական երևում է մեր կատարած աշխատանքը։ Վերջում ստացվում է այս հրաշք նուրբ աշխատանքը, որն ի դեպ մոդելը շատ էր հավանել եւ անընդհատ շեշտում էր այդ մասին։ Հուսով եմ դուք եւս հավանեցիք, սպասում եմ մեկնաբանություններում ձեր կարծիքներին, այսօրվա համար այսքանն էի նախատեսել։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք հոլովակը, մինչև վերջ կհանդիպենք մյուս հոլովակների ժամանակ։ Սա էլ Oldman-ի տեխնիկա է ֆրենչը։ Հա, ի դեպ, աշխատանքի ամենավերջում բոռապարատով մաքրել ենք եղունգները տակից, ուղղակի այդ ամենը կադրից դուրս է մնացել։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։